Երբեմն գալիս են նույնիսկ մամաների հետ։ Մամաների հետ։ Շոկային բան եմ, չի ասում։ Ինչ եք Բայց ասում։ հավատացեք, որ դա շատ աշխատող ձև է։ Բայց մայրիկին ինչու են բերում։ Մայրիկին դուք մոռանում եք, որ մենք բոլորս հայ ենք, ու մամաները դուք չեք պատճառում, երբեմն երեխա եմ ասում, դու արդեն հասուն երեխա, ինքը կարող է դեռ այդ ուղղությամբ չի մտածում, բայց մամաները արդեն այդ ուղղությամբ։ Գուցե ստիպելով են բերել մամաները։ Չէ, նման բան չկա, ստիպելով չէ։ Բայց սկզբից օրինակ կարա մայրը զանգի, ենթադրենք, ասի օրինակ իմ տղաս 35 տարեկան է, 36, նո աշխատանքում աշխատում, բան ժամանակ չունի ամուսնանալու, ինչ, ոչ թե ամուսնանալու, այլ փնտրելու աղջիկ, լավ։ Մայրը։ Այո, մայրը, այո։ Եվ մայրը 35 տարեկան տղամարդու հետ գալիս է ձեզ մոտ։ Չէ, մայրը հիմնականում այդ 24-25 տարեկան աղջիկների մասին է ասում։ Հասկաց։ Իսկ մայրը երբեմն Զանգարում ինքը մայրը գա առանց տղայի ու ինքը գրանցի տղային մեզ մոտ։ Բայց շատ գովելի է, որովհետև մենք նման կարծիք ենք ունեցել մեր հաղորդման շրջանակներում, որ կան մայրեր, ովքեր մեղավոր են իրենց տղաների ամուրի մնալու մեջ, որովհետև շատերը էգոիստաբար են իրենք մոտենում, հա, այսպեսի։ Իհարկե մենք այդքան էլ համակարծիք չենք, բայց իսկ սա շատ գովելի է, երբ մայրը ինքն է խրախուսում, որ մամաները հակառակ ասում են, ես գիշերները չեմ քնում, երեխես։ Բայց տղայի գիտությամբ է գալիս մայրը, տղան գիտի։ Տղան այդ պահին դեռ չգիտի։ Բա հետո ինչպես է այդ ամենը։ Մենք ունենք զույգեր, որ մենք ամուսնացրել ենք, բայց տղան կամ աղջիկը իրենք մինչև հիմա տեղյակ չեն, իրանք շատ հաջող ամուսնացած են, տեղյակ չեն, որ գործակալության միջոցով են։ Մինչև վերջ չեն իմացել։ Չէ,